Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին թանկագիններս, հուսով եմ լավ եք, քիչ անց ունենալու եմ ինձ համար մի շատ կարևոր հյուր, այդ պատճառով էլ որոշեցի, որ վլոգը հենց այս պահին համարում ենք սկսված։ Ովքեր ինձ հետևում են մի քանի տարի, գիտեմ, որ մեր տան անմիջապես կողքը մենք ունենք հարևաններ, ովքեր երկար տարիներ բնակվում են Ֆրանսիայում։ Սկզբում իմ այս հարևանուհու սկեսուր եւ սկեսրայրի հետ ցավոք սրտի հիմա իրենք այլևս ողջ չեն, իսկ հիմա նույն այդ հարաբերությունները պահպանվում են նաեւ հարսի որդու հետ, քանի որ արդեն եկել էին Հայաստան, ես ու մտատիկ անդադ սպասում ենք, թե երբ կգա նաև մեր տուն, մի խոսքով շատ սպասված եւ հաճելի հյուր ենք ունենալու։ Մինչ իմ հյուրը կգա, ուզում եի ձեզ մի հատ էջի հետ ծանոթացնել։ Instagram-յան շոփ է, վաճառվում են ներքնազգեստներ եւ գիշերազգեստներ։ Ես ունեմ, օգտվում եմ, որակից շատ գոհ եմ, սպասարկումից շատ գոհ եմ ու նախ ուզեցի առաջարկել նաեւ ձեզ, ինչ որ բանից եթե ես գոհ եմ մնում, շատ սիրով կուզենամ, որ դրա մասին դուք եւս տեղյակ լինեք եւ ինքներդ օգտվեք։ Նաեւ քանի որ ուզում եմ նվեր ուղարկեմ դեպի Ֆրանսիա, երբ որ Ֆրանսիայից նվեր ուղարկում, մի փոքր sense պատասխանատվությունը շատանում է, որովհետեւ այդ այն երկիրը չի, որտեղ այդպիսի գեղեցիկ էսթետիկ ներքնազգեստներով եւ գիշերազգեստներով կարող ես զարմացնել մարդկանց, այդ պատճառով էլ ուզեցա իմ վստահելի շոփից պատվիրել, որպեսզի եթե ես հավանում եմ, ապա իրենք էլ հավանեն։ Ձեզ եւս խորհուրդ եմ տալիս օգտվել այս էջից, քանի որ բացի այն, որ այնտեղ բավականին հետաքրքիր տեսականիներ կան տարբերվող, համ գինը բոլորի գրպանին հարմար գին է, տեսքերում փաթեթավորման բայկել, նաև շատ համբերատարորեն սպասարկում են ու ձեզ օգնում են ճիշտ կողմնորոշվել։ Սա պարզապես նվեր են դրել, այս դեմքի դիմակը, սա գիշերազգեստն է, նրբությունը չեմ կարող նկարագրել, թե որքան նուրբ, նախ շատ սիրուն տեսք ունի, շորտովա էս վերևի հետ, երկրորդը նրբությունը իր շատ թեթև, իսկական ամառային երիտասարդ աղջկա համար է։ Նաև պատվիրել եմ այսպիսի նուրբ ներքնազգեստ, որը այդպես շատ մանրակրկտորեն չեմ ուզում ցույց տալ, բայց շատ սիրուն, շատ էսթետիկ ու շատ էլեգանտ է։ Ես ինքս անձամբ իրենց այս տեսականներից շատ եմ օգտվում ու շատ եւ որակից եմ գոհ եւ ընդհանուր դիզայնից։ Դե ինչ թանկագիններս, շուտով արդեն իմ հարևանուհին կգա, ավելի լավ է գնամ եւ սեղան պատրաստեմ։ Հարգելի հետևորդներ, ահա եւ իմ թանկագին հարևանուհին, որ այդքան մի լավ գովացել եմ նախքան խոգալ, ասել եմ, որ ես քեզ յուրատիկ շատ եմ սիրում։ Ուրեմն Լուսինեն, մենք իրար շատ քիչ ենք տեսել, որտեղ այս մարդիկ Հայաստանում չեն ապրում, բայց ես Լուսոյին յուրահատուկ շատ եմ սիրում։ Լուսինե ջան, բա քո հարսիկին երբ կբերես լա։ Հա, հարսիկը հուսանք լսում է։ Մենք անհամբեր քեզ ենք սպասում, Աննա ջան, Աններ, չէ՞ անունը։ Աննա ջան, սիրով, ես ուզում եմ ես էլ զգամ այդ հին հարսի, այդ ոնց որ դու հին ես արդեն, նորը գալիս է, դու պետք է դիմավորես։ Այնպես որ հաջորդ Հայաստան գալուց հուսանք մեր սիրուն հարսիկի հետ կգաս։ Հուսանք։ Դե լավ, մեզ բարի ժամ անցարգել հետևորդներ։ Թանկագիններից եկեք, ձեզ ցույց տամ, թե ինչ սիրուն նվեր եմ ստացել Ֆրանսիայից, Լուսինեի կողմից։ Վահանն էլ նվեր, բայց Վահանի նվերը անհրաժեշտությունից ելնելով մնում է կադրից դուրս։ Իմ նվերն ենք նայում։ Ուրեմն այսպիսի սիրուն հավաքածու է, այո, մոդիկից կնայենք։ Սա փրփրող գելն է հենց։ Տեսնենք սա մարմնի կրեմն է։ Oh my god։ Բույրը իմիջայլոց սակուրայի տերևներով է պատրաստված։ Այն սակուրայի, որ վերջին շրջանում Երևանի ամբողջ գեղեցիկ կանաչապատ հատվածի ծառերը հանեցին, այդ սակուրաներից են տնկել, տեսնենք վերջը ինչ կդառնա։ Սա էլ արդեն մարմնի սկրաբն է։
Լավ, այս չեմ բացի, սրանք բոլորը կօգտագործեմ, երբ որ իմ ունեցածները վերջացնեմ։ Ինձ շատ, դուք գիտեք, ես այս թիթիզ բաներ շատ եմ սիրում, ինձ շատ է դուր եկել, անչափ շնորհակալ եմ Լուսինեին, նաև եթե դուք օրերից մի օր պարզապես օդի մեջ արտաբերել եք, որ դուք սիրում եք այս ինչ բանը, կամ կուզեիք sense բան ունենալ, ասել եք ու անցել եք առաջ։ Եվ դա ձեր դիմացի մարդը ֆիքսում է ու կապ չունի այդ մարդը քո հետ ամենօրյա շփման մեջ է, թե 1000-ից 1։ Դա նշանակում է, որ ինքը նախ էությամբ չափազանց ուշադիր նրբանակած մարդ է եւ երկրորդը քեզ համար որևէ նվեր պատրաստել է, իր համար ուղղակի պարտականություն չէ, նա դա սիրով է անում։ Եվ դրա մասին է վկայում այս հոտավետ մոմը նվիրելուց, ասեք մենք գիտենք, որ դու հոտավետ մոմը շատ ես սիրում, հավաքում ես, դրա համար էլ քեզ բերել ենք այսպիսի նվեր ու աստված իմ, այս բույրը այ որ հիմա հոտոտում եմ, հասկանում եմ, որ արժեր մեծ ջակուզիի նման ինչ-որ մի վաննա, կարելի ասել, ու սիրուն ծովի աղով, սենց վաննա պատրաստել, այս անուշ բույրը վայելել։ Անչափ շնորհակալ եմ այս սենց սիրուն նվերների համար։ Հիմա տեղափոխվում ենք արդեն գազօջախի մոտ, համով բան պատրաստել։ Հետ չլինում է ձեզ մոտ, որ դուք ինչ-որ մի բան ահավոր ուժեղ սկսում եք ցանկանալ ուտել, ասենք մի հատ մի բան ասած մտնում ձեր գողը եւ այլևս ձեզ հանգիստ չի տալիս։ Այ հենց նոր իմ հետ նման բան է եղել ու ես անսահման ցանկանում եմ ուտել սուշի։ Եվ քրքրեցի իմ սառնարանը, գտա թե ինչ էր մենակ սա էր պակասում, այսինքն ձկան միս համապատասխան սուշիի գնելու համար մեր մոտակա թաղամասերից ես չեմ կարող նորմալ ժամկետի մեջ ձեռք բերել, այդ պատճառով գնեցի սովորական խեցգետնի ձողիկներ։ Բայց տանը ունեմ կես ավոկադո, մի հատ փոքրիկ վարունգ, համարյա ավարտին հասած կատնաշորային բաներ։ Ամենակարևորը ունենք նորի։ Նորները ճմրթացան, բայց նորմալ վիճակում են։ Բրինձը խաշեցի ու դրեցի սառնարան սառեց, չունեմ իմբիր, բայց ոչինչ առանց դրա յոլա կգնանք վասաբի, ցավոք սրտի դա եւս չունեմ, բայց եթե հաշվառնենք, որ հիմնականում վասաբին օգտագործում են հունձկան մսից ապահովագրվելու համար, ես էլ հունձկան միս չեմ օգտագործում, ոչինչ, աշխարհի վերջից ամենակարևորը սոյայի սոուսը ունենք։ Եվ այսպես հիմա պատրաստում եմ ձեռքի տակի պարագաներով սուշի։ Դուք էլ կարող եք ոնց որ հավեսին գնեք ու ուզենեք։ Քանի որ խոհանոցային թաղանթ չունեմ, սրա վրա սովորական մեկ անգամի օգտագործման տոպրակ եմ փռում, այնքան որ չխանգարի թողի փաթաթը։ Իմիջիայլոց, ովքեր չգիտեն, ես ունեմ իմ ալիքում առանձին սուշի պատրաստելու տեսանյութ, որտեղ մանրակրկիտ ցույց եմ տալիս սաղմոնով, օցածկով, մի խոսքով տարբեր օցածուկը չեմ հիշում ցույց եմ տվել թե չէ, բայց տեղը տեղին ոնց որ պետքա պատրաստել սուշին, այդտենց ցույց եմ տվել, նենց որ ցանկության դեպքում կարող եմ ձեզ տրամադրել նաև այդ տեսանյութը։ Այսպես խեցգետնի ձողիկը, վարունգ, ավոկադո, փաթաթում ենք։ Հիմա հələ որ չեմ կտրտել, հետո կկտրտեմ։ Փոքր եմ կտրատում, որպեսզի ուտելը հեշտ լինի, մեկը իմ համար է, նենց չի տան համար է, նենց չի որ վաճառքի է։ Սա էլ տան պայմաններում իմ պատրաստած սուշի, որը այդ պահին ցանկությունը բավարարելու համար հրաշալի է։ Գնացինք։
Լավ է։ Թանկագիններս դեռ նախորդ վլոգից ես ունեի պահած մի շատ հետաքրքիր նվեր, որպեսզի միասին բացենք նայենք։ Դա Oriflame ընկերության կողմից իվենթի ժամանակ մեծ կոկտեյլային բաժակ էին նվիրել եւ մեջը ամբողջ շատ թեթև ամառային խնամքի եւ դիմահարդարման պարագաներ էին։ Ոյ, քիչ առաջ ես բացել եմ եւ այն նայել եմ, հիմա միասին ձեզ հետ միասին եւս կնայենք ու համել հետ կհավաքեմ բաժակը, որ տանեմ տուն։ Ուրեմն բազա դիմարդարումից առաջ օգտագործելու համար։ Արևապաշտպան կրեմ SPF 50 է։ Ստվերաներկ, նայեք իմ սիրելի շոմպայնի երանգն ունի, շատ եմ սիրում։ Շուրթերի բալզամ, բայց որը այսինքն ինչ որ բան ունի, չեմ հասկանում, ինչ պետք է անեմ, որ ինքը, հա, ճտասնենք դուրս է գալիս մեջից, ինձ թվում է իր թիթիզ արտաքինի եւ հարմարավետ չափսերի համար այն մշտապես իմ պայուսակում կլինի։ Ոնքերը ֆիքսող գել։ Թարչաներկ, բայց մանուշակագույն։ Ես ինձ չեմ պատկերացնում, բայց համապատասխան հագուկապով ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Կարելի է։ Շրթներկ, երանգը շատ եմ հավանել։ Սա գլխամաշկը մերսելու համար է։ Դնենք ստեղ էլի շուրթերի բալզամ, վիտամիններ այն պարունակում իր մեջ։ Oh my god։ Եվ իհարկե դեմքի սփունգ լիմոնի տեսքով։ Այսենց էր արված։ Այսենց։ Այսպես նվիրել էին հարգելի հետևորդներ։ Սիրուն է, չէ՞, բայց ասեք, որպես նվեր ինչքան հետաքրքիր իդեա, կապ չունի հենց Oriflame ընկերություն լինի կամ թե ինչ, օրինակ մենք որևիցե մեկի համար որ նվեր պատրաստենք, կարող ենք այսպիսի մի հետաքրքիր բան անել։ Իհարկե սա մեկ անգամի օգտագործման բաժակ է, բայց օրինակ ես մտածում որ ինչ որ sense աղջիկական սիրուն նվեր ուզենանք հավաքենք, կարող ենք գնել բազմակի օգտագործվող բաժակ, սիրուն կոկտեյլների բաժակներ կան։ Ու այդ բաժակը դատարկ նվիրելու փոխարեն լցնենք այսպես սիրուն ամառային թեթև ինչ որ դիմարդարման խնամքի պարագաներով լցնենք յուրաքանչյուր աղջիկ կուրախանա նման նվերից։ Երեկոյան ես պայմանավորված էի, որ պետք է գնայի ատամնաբուժի մոտ, որովհետև փչացած ատամ չկար, բայց շոտ ուժեղ sense այսենց այդ ցավը տալիս է, պահկա sense խփում է դեպի ներքև, պահկա sense դեպի վերև, հիմնականում այս ականջի մասից։ Խոսքով ես քանի որ ես մի հատիկ իմաստության ատամ ունեմ հեռացված, այսինքն կար այդ ատամը, բայց դուրս չէր գալիս, պարկած վիճակում էր, ստիպված դա հեռացրել են։ Իսկ մնացած հատվածներում ընդհանրապես չունեմ էլ իմաստության ատամ, բայց այդ ցավը որ տվեց, մի քիչ ծանոթ էր էլի այդ իմաստության ատամի հենց այդ նախկին ցավին վերապրեց, այսպես ասած, առաջին բանը որ մտածի, դե փչացած ատամ չկա, հաստատ էլի իմաստության ատամ է։ Գնացի, ռենտգեն արեց բժիշկը, տեսավ որ ոչ իմաստության ատամ կա, ոչ որևէ թարախային պրոցես է տեղ ունենում, ոչ բուրբուքում կա։ Ատամների հետ կապված խնդիր չկար, բժիշկը ասաց, որ ինքը կասկածում է, որ սա ինչ-որ դիմային ներվի հետ կապված խնդիր է, որին առավել եւս ընդհանրապես միջամտություն այս պահին պետք չի ատամների հետ կապված, ավելի լավ է դիմեմ համապատասխան մասնագետի։ Բայց մինչ անցնում է մի քանի ժամ ու ես նկատում որ ուռումա հիմա տեսախցիկը չի փոխանցում հարգելիներս, բայց պոնչոյոտ եմ դարել մի տեսակ, չգիտեմ, երևում է թե չի ամեն դեպքում այս մասս այսպես ուռած է, բայց ցավ էլ չկա։ Իմ իմանալով ցավ երբ որ լինում է թարախային պրոցեսի ընթացքում է լինում ու երբ որ ցավը դադարում է նշանակում է արդեն թարախակալվեց վերջո ցավ, չէ՞, ճիշտ գիտեմ։ Վահանի այս դիմացի ատամները որ թարախակալվել էին, այդ պահին
շատ ուժեղ ցավում էր, ինքը լացում էր։ Հետո երբ որ սկսեց ուռել, արդեն այտուցել, էլ ցավ ընդհանրապես չկար։ Ու մենք տարանք հիվանդանոց, պարզվեց որ թարախային պրոցես անդանում։ Հիմա չգիտեմ, էս էլ է տենց թե չէ։ Հետո ինձ մի քանի ծանոթ մարդիկ ասեցին, որ հայմորիտն էլ է տենց լինում։ Այդ ինչ որ նկարագրում եմ, ես բնութագրում եմ նաև հայմորիտին։ Մի խոսքով վարգել է տևորտներ ջան։ Չգիտեմ ինչ անել հիմա։ Իմ գործողությունները ոնց կլինի, ամեն դեպքում, եթե այս վլոգը հրապարակվի եւ դուք տեսնեք, ուրեմն ես դեռ ողջ եմ, ինձ ոչ բան չի եղել։ Եթե տենց էլ չհրապարակվի, լավ, անդոյն կխնդրեմ կհրապարակի, որ իմ վերջին վլոգը դուք տեսնեք։ Լավ, ոնց հարգելի հետևորդներ։ Խնդրում եմ դուք մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում, հայմորիտա, դիմային ներվնա, ինչն է։ Իսկ ձեզ թանկագինները շնորհակալություն եմ հայտնում իմ այս վլոգը եւս դիտելու համար։ Դուք ամենակարևորը եղեք առողջ եւ երջանիկ։ Ես մի բան կանեմ։ Դե լավ մնացեք թանկագիններս, այսքանը։ Առայժմ